Աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու մոտ առկա է ցրված սկլերոզ հիվանդությունը։ Այն հիմնականում զարգանում է 20-ից 40 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև երեխաների մոտ։ Կանայք ցրված սկլերոզով 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Սա գործում է նաև երեխաների դեպքում։ Ցրված սկլերոզը սովորաբար սկսվում է մեղմ նշաններով, որոնք ժամանակի ընթացքում կարող են խորանալ կամ մնալ անփոփոխ։ Ախտանիշները կախված են այն հանգամանքից, թե կենտրոնական նյարդային համակարգի որ շրջանը և ինչ չափով է ախտահարվել։ Սովորաբար ախտահարման շրջանը համապատասխանում է դեմիելինիզացիայի օջախի տեղակայմանը։ Ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն են ձեռքերի և ոտքերի վրա շարժողական հսկողության կորուստը, որը բերում է նրան, որ մարդը դժվարությամբ է քայլում կամ նշում է քայլելիս հավասարակշռության խանգարումներ։ Մկանային ջղաձգումներ կամ թուլություն, ընդհանուր թուլություն և հոգնածություն, տեսողության խանգարումներ, օրինակ տեսողական նյարդի դեմիելինիզացիայի արդյունքում առաջացող տեսողական նյարդի նևրիտ, որը կարող է բերել մի քանի օրվա մեջ զարգացող կուրության։ Բուժելիս տեսողությունը կարող է վերականգնվել։ Տաքության նկատմամբ զգայունության բարձրացում, տաք եղանակ, տաք լոգարան, նույնիսկ տաք թեյ, որոնք կարող են խորացնել հիվանդության ախտանիշները։ Նյարդային համակարգի հետ կապված այլ խնդիրներ՝ կայուն գլխացավ, գլխապտույտ, տարբեր տեղակայման բնույթի և արտահայտվածության ցավեր և ծակծկոցներ, դեմքի և մարմնի այլ շրջանների զգացողության խանգարումներ։ Միզապարկի և հաստ աղիների գործունեության հետ կապված խնդիրներ՝ անմիզապահություն, անկղապահություն կամ հակառակը, փորկապություն, նյարդի ախտահարման պայմանավորված ցավեր, հիշողության, ուշադրության կենտրոնացման, դատողության, հույզերի կամ տրամադրության խանգարումներ, օրինակ դեպրեսիա։ Ցրված սկլերոզի ժամանակ այս ախտանիշները կարող են անկանխատեսելիորեն փոփոխվել, հայտնվել և անհետանալ կամ հայտնվել և կայունանալ ու խորանալ։ Ցրված սկլերոզը ունեն փուլեր։ Սրացող մեղմացող ցրված սկլերոզ։ Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է, և հիվանդության 4 դեպքից 3-ը սկսվում է այս փուլով։ Սրացող մեղմացող ցրված սկլերոզի նոր ախտանիշներն ի հայտ են գալիս կամ առկա ախտանիշները խորանում են շաբաթների և անգամ ամիսների ընթացքում, որոնց հետևում է լիարժեք կամ ոչ լիարժեք վերականգնմամբ հիվանդության մեղմացումը։ Հիվանդության սրացումը որակվում է որպես նյարդաբանական գործառույթների օջախային խանգարում։ Յուրաքանչյուր հաջորդ սրացումը առաջանում է նախորդից առնվազն 30 օր անց, այլապես դիտարկվում է որպես նախորդ սրացման զարգացում։ Հիվանդության այսպիսի ալիքաձև ընթացքի դեպքում որոշ մարդկանց մոտ հիվանդության ամեն հաջորդ ախտադարձը դառնում է ավելի ծանր, ի վերջո հանգեցնելով կայուն հաշվանդամության։ Սովորաբար ախտադարձի ընթացքի դեպքում հիվանդների կեսը հիվանդության սկզբից 15-ից 20 տարի անց արդեն մուտք են գործում երկրորդային հարաճուն ընթացք։ Առաջնային հարաճուն պրոգրեսիվ ցրված սկլերոզ։ Սա կազմում է ցրված սկլերոզի բոլոր դեպքերի 20%-ը։ Հիվանդությունը զարգանում է և ծանրանում է աստիճանաբար, առանց հստակ առանձնացվող սրացումների։ Սովորաբար այն հիվանդները, ովքեր սկզբում ալիքաձև ընթացք են ունեցել, ժամանակի հետ վերածվում են երկրորդային հարաճուն ընթացքով հիվանդների, հիվանդության հարաճուն, այլ ոչ թե ալիքաձև ընթացքով։ Երկրորդային հարաճուն պրոգրեսիվ ցրված սկլերոզ։ Սրացող մեղմացող ցրված սկլերոզով մարդկանց մեծ մասի մոտ կարող է ի վերջո զարգանալ երկրորդային հարաճուն տեսակը, երբ հիվանդները նկատելիորեն ավելի քիչ սրացումներ են ունենում, սակայն վերականգնումը միշտ հերի է, իսկ հաշվանդամությունը աստիճանաբար աճում է։ Ցրված սկլերոզի պատճառը հայտնի չէ։ Այնուամենայնիվ կան տեսություններ, որոնք հիվանդության զարգացման մեջ մեծ նշանակություն են տալիս ժառանգական և բնակության աշխարհագրական լայնության հետ պայմանավորված
և հնարավոր վիրուսային ծագման աուտոիմուն խանգարումներին։ Հիվանդության ռիսկը բարձրանում է, եթե կա ցրված սկլերոզի ընտանեկան պատմություն։ Մյուս կողմից մարդը որքան հասարակածից հեռու է բնակվում, այդքան մեծանում է նրա մոտ ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը։ Մինչ օրս գոյություն չունի որևէ հատուկ հետազոտություն, որը կարող է հստակ ախտորոշել ցրված սկլերոզը, սակայն կան հիվանդության հայտնաբերման օգնող տարբեր ախտորոշիչ մեթոդներ։ Նյարդաբանը կարող է ստուգել ձեր ռեֆլեքսները և պատասխան ռեակցիաները։ Կարող է նշանակել տարբեր արյան թեստեր, ողնուղեղային հեղուկի թեստ կամ նյարդամկանային հաղորդականության ակտիվությունը չափող և այլ հատուկ հետազոտություններ։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությամբ կենտրոնական նյարդային համակարգում կարող են հայտնաբերվել ախտահարված օջախներ։ Երբեմն ախտորոշումը կարող է ձգձգվել ամիսներ և անգամ տարիներ։ Նման դեպքերում ցրված սկլերոզը ախտորոշվում է, եթե տարբեր ժամանակներ կատարված MRT-ով կենտրոնական նյարդային համակարգի տարբեր շրջաններում հայտնաբերվում են ախտահարման օջախներ, որոնք որևէ այլ բացատրություն չունեն, քան ցրված սկլերոզի առկայությունը։ Թեև ցրված սկլերոզի վերջնական բուժում գոյություն չունի, կան մեթոդներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները և դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Ստերոիդային հակաբորբոքային դեղերը կարող են նվազեցնել ցրված սկլերոզի գրոհների սրությունը, մեղմացնելով բորբոքումը և իմունային համակարգի գերակտիվությունը։ Կան դեղեր, որոնք կարող են թուլացնել մկանային ջղաձգումները, մեղմացնել ցավերը, ընդհանուր հոգնածության զգացումը և ցրված սկլերոզի այլ ախտանիշները։ Կանոնավոր վարժությունները, ֆիզիոթերապիան և ոչ դեղորայքային բուժման այլ մեթոդները նույնպես կարող են օգնել հիվանդության գանգատների մեղմացմանը և ձեր շարժողական ակտիվության բարելավմանը։ Կանոնավոր վարժանքները կարող են նպաստել մկանային ուժի վերականգնմանը, սրտի աշխատանքի կարգավորմանը և տրամադրության բարելավմանը։ Օգուտ կարող է տալ նաև հավասարակշռված, ճարպերից աղքատ և բջջանքով հարուստ սննդակարգը։ Ցրված սկլերոզի հարաճուն զարգացման բուժումը։ Կան դեղերի հատուկ խմբեր, իմունոմոդուլյատորներ և իմունոսուպրեսորներ, որոնք ազդում են օրգանիզմի իմունային համակարգի վրա և որոշ չափով դանդաղեցնում են ցրված սկլերոզի հարաճուն պրոգրեսիվ զարգացումը և նվազեցնում են սրացումների հաճախականությունը։ Սակայն այս դեղերը չեն վերացնում արդեն զարգացած ախտանիշները և կարող են դրսևորվել ուշադրության արժանի կողմնակի ազդեցություններ։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, չմոռանաք նաև հավանել այս տեսանյութը և եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք և սեղմեք զանգակի վրա։